Բարլույս շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Մենք էլ ենք լավ, այսքանի օրա կորել եմ, չէ, չկամ։ Ընդհատեցի խոսքս, շուտ է սպասում էր ես տանելու գործի։ Ողջունում եմ բոլորիդ, օրը բարի լինի։ Ապրես Աշոտ ջան, օրը բարի լինի բոլորիս համար, ժողովուրդ ջան։ Նայեցի, դե գործի պետք է գնայի, դուրս գալուց առաջ միշտ նայում եմ գնացքը գնալու է, թե չէ։ Այսօր երևի գործ էին անելու գծերի վրա։ Մի անգամից չէր գնալու, այդ կես ժամ է գնում գնացքը, բայց պետք է ճանապարհն միտեղ մի կանգառում իջնեի, այնտեղից ավտոբուսով պետք է գնայի։ Որպեսզի իմ համար ավելի դժվար չլինի, Աշոտն ասեց ես կտանեմ։ Դրա համար հիմա մեքենայով գնում ենք։ Ուր է ես քանի օրն էլ չկայի, դե այն մի երկու օրը գործի էի, երեք օր ավելի շուտ գործի էի, ուրբաթ օրն էի ազատ, երեք, այսօր դե շաբաթ է, երեք ազատ էի, բայց ազատ էի գործի չէի, բայց զբաղված էինք, շատ հանդիպումներ բան ունեինք, դրանցով էինք զբաղված, գնացինք առավոտ 10:30-ի մի հանդիպմանը, հետո տուն եկանք արագ հաց սարքեցի, հետո գնացինք մյուս հանդիպմանը, հետո էլ պետքա փոստ գնայինք, կոշիկների, սպորտային կոշիկներ էի պատվիրել իմ համար, հատուկ օրթոպեդիկ, ձեզ ցույց կտամ տանը, արդեն ստացել եմ, դրանք ուրեմն նախորդ անգամ էլ որ ստացել էի, պատվիրել էի ամառվա համար, երևի այստեղ Բելգիայում հագած իմ ամենալավ կոշիկներն էին, դե իմ մոտ որ հարթաթաթություն կա, ինչ կոշիկ հագնում էի, ոտքերս ցավում էին, գիշերները ցավի չէի կարող գնել։ Հետո Instagram-ը թերթելիս մի անգամ գովազդ բերեց այդ կոշիկները, որ հենց մասնագետների բանով է սարքվել այդ կոշիկները, օրթոպեդիկ կոշիկներ են, այդպես ուրեմն ամբողջ ամառ հագել եմ, մինչև հիմա էլ հագնում եմ, նորերը չեմ հագել, թե երեք էի վերցրել նորերը, շատ լավն էին, շատ գոհ եմ։ Այդպես հետո հերթական անգամ Instagram-ը թերթելուց նորից նույն այդ on-line խանութը բերեց, գովազդ բերեց, ասեցի հիշեցի, ասեցի սպասի նայեմ, սրանք ամառային են, ձմեռվա համար պետքա ջրակայուն բան լինի, որ ոտքերս չթրջվեն։ Նայեցի ունեին, կար ջրակայուն, ձմեռային, մի քիչ չէ, լավ թանկ էին, 150 եվրո արժեին, բայց սեղ չէին դրել հիմա, 50 եվրո էր իջել, ուղիղ 100 եվրո զեղչվել էր։ Հետն էլ պրոմո կոդ ունեի, նախորդ կոշիկները որ առել էի, 20%-ի զեղչ էին ուղարկել, որ հաջորդ անգամ եթե էլի իրանց մոտից առնեմ, 20% նորից զեղչ կանեմ։ Վերջը, շատ մեծ ընտրություն չէր, դե որ ասեմ գույները կամ ձևը, բան, մի տեսակ էր հենց, այն ինչ որ ինձ էր պետք ձմեռվա համար, բայց ասեցի պատվիրեմ այ մարդ, հիմա կարևորը ոտքերս չցավան, ձմեռա, այդքան ինձ չէ հետաքրքրում հիմա, այնպես չի որ տեղ եղա, բայց ամեն դեպքում ցույց կտամ, կտեսեմ դուք էլ կհավանեք, թե չէ։ Այդ պրոմո կոդն էլ գրանցեցի, պատվիրեցի ու արդյունքում 150 եվրոյանոց կոշիկները ստացա 43 եվրոյով։ Չհասցրի փողոցն անցնեմ, տրամվայը գնաց, հաջորդը 10 րոպեից կանգնած է, բայց դռները փակ են, մեկա 10 րոպեից նոր շարժվելու է, պետք է սպասեմ։ Մինչև այ այնտեղից որ մեքենաները կանգնած են, փողոցն անցա, տրամվայ գնաց, բայց լավ էս արդեն դռները բացեց։ Տոմսս ուրեմն մինչև հուլիսի 22-ը, ուշի մեջ է։ Այստեղ կնստեմ։ Երկու հոգ ենք տրամվայի մեջ, ենք կինն ու ես, ինքն էլ տրամվայից ուշացավ։ Երկրորդ համարի տրամվայն է։
But now when they going, I not see. Like the pilot, you understand pilot? Yeah, because I don't have shampoo. Խրավենստեյնում եմ, ժողովուրդ ջան, Գենտի Խրավենստեյն հատվածում թաղամասում այս ամրոցը մի հատ ցույց տամ նախկինում ասել եմ տարբեր նպատակներով ծառայել ամբանտ ա եղել, գործարան ա եղել հիմա էլ տեսարժան վայր ա տուրիստների համար Տուրիստները սկսել են արդեն իրանց շրջագայությունը գետի վրա Հեսա հիմնական սրճարաններ ու ռեստորաններ են tellement enfermé dans son... Ամպամացապայից տակա Գունեղ կոլորիտային քաղաքագենտը սիրուն այս հատվածը շատ եմ սիրուն Սրճարաններ, ռեստորաններ նոր բացվում են
պատրաստվում են ընդունելու իրանց հաճախորդներին, այցելուներին։ Այստեղ էլ ես միշտ գալիս եմ աշխատելու։ Այնպես չի լինում, որ նորից, ասենք, եթե ազատ օր եմ ունենում, նորից գանք էս կողմ, էլի գանք, չգիտեմ, նստենք մի տեղ կամ բան, այնքան եմ հոգնում այս ճանապարհից, այս գնալ գալուց, որ արդեն նորից մի օր էլ չեմ ուզում, ավել, եթե գործի չեմ ուզում, նորից գամ այս կողմ։ Այդպես իմ սիրելի բարեկամներ։ Այստեղ շատ ընդունված է, երեխեքին էս բաներով տեղափոխել է։ Նայեք, շատ, էս սևով են երեխեքին տեղափոխում։ Սաղավարտները դնում են անվտանգության համար։ Տեսակ։ Ես իրուն տեսարանը մի հատ էլ էս կողմից ցույց տամ ձեզ։ Սիրում հաճկոններ էլ, բայց մի քիչ ավելի շատ երիտասարդական են էս թվում, Extrasmal. Ստավատների հետ հապուկ կտուրա 42 Այստեղ արդեն նոր տարվա մոտիվներով սվիտրներ բաներ կան, բայց սիրուն չէ սրանք։ Կոլեգայից տեսա նոր հիշեցի, որ այսօր կարայինք վարդագույն հագնենք։ Ոնց էի մոռացել, այ քեզ բան, սևով եմ էլի եկել։ Ինչ անեմ, գնամ տնորից, թե մի ռոզվի բան առնեմ հագնեմ։ Please ask a colleague on the tills for more information. Thank you for your support and for shopping at Primark Ghent. Oh yeah, sorry. Սրանքել են սիրուն։ Սիրուն են չէ, կարող է հանկարծ այսպիսի ապուրի ամաններ եմ ես ուզում։ Դա փակ ասեցի հոտ քաշել, խնձորի հոտով է երևի։ Այդքան արտահայտիչ հոտ չունի, չնայած հոտով մոմերն էլ լավ չեն։ Լավը չէր սրա հոտը։ Այս կողմում տեսնենք ինչ ունենք, այս մարդուկները, եղևնիներ, Why? So duur. Gaat er ook vastpakken? Ես ինչի համար է չգիտեմ, ինչի համար է ժողովուրդ ջան, կարաք ասեք։ Այս կողմում խաղալիքներ, այս ստիչը այս ինչքան մոդա է, անգամ խաղալիքներն են ստիչ։ Այստեղ էլ ահագին բաներ ունենք, նոր տարվա
Հավայի իջելի լվացքի համար աման նայի մոռացա։ Տեսեք ժողովուրդ ջան, այս է թափած։ Սրանք էլ խալատներ են բաղնիքի, կատոն 100% բամբակ։ Չէ, էլի նույն գույներն են, այք սիրուն չեն հեչ, դրա համար չեմ առնում սրանք, երկուշաբթի կգնամ ակցիոնում, մի հատ սեց գույն են ստացել, բայց էսի սիրուն չի, չէ, սիրուն չի, գիտեմ ձեզ էլ դուր չեկավ, ինձ էլ դուր չեկավ։ Այսպես բացել դե չեմ ուզում, սրանք հարմար են, այս ձև է բացվում, իմ մոտ այս երկատն էր պոկվել, որ գցել էի աստիճանների ցած, չէ, այս գույն էլ սիրուն չի, չեմ առնի, չէ, սպիտակ եղնեմ նայենք, սավաններ եմ առնելու, բայց բամբակից եմ էլի ուզում, այստեղ էլ շատ բաներ կան, Ես էլ իրանց մարդուկներն են, մեր ձմեր պապա իրանց այս մարդուկները, հատ գնամ, տեսնեմ այստեղ ինչ ունենք էջ, այս մեծ է, 200 սանտիմետր դուբլ, այս սրանք են, նայեք, սավանները կատոն, 100% կատոն, 155 սանտիմետր, մատրասեն մի սենյակի 140 է, ես թվում է այս լավը, որ վերցնեմ, մի հատ վերցնեմ հլփորձնական, տանեմ չափ ու ձև անեմ, այն նույն բարձի երեսն էլ, որ հետը, այսա կա, այս էլ կվերցնեմ, երկու հատ բարձի երես, մի հատ էլ սավան, տանեմ հլը տեսնեմ ես ոնց է լինում նոր, բայց սրանք էլ են լավը, 100% կատոն, ես ոնց որ հենց նույն գույնն է, ես էլ 155 սանտիմետր, ինձ մեծ էլ է պետք, 180 սանտիմետր, այս սրանցից որ լիներ 180 կարելի էր վերցնել, նայենք սպիտակ, այս է, սպիտակը 180 ասրել, բարձի երեսը չկա, կարող է ստանանք հլը, $155 Սրանք էլ 50% բամբակ է, 50-ը ինչ է բա, հետաքրքիր է, սրանք ինչ են, չէ բամբակ չեմ ոնց որ, մի րոպե նայեմ, այս 180 սանտիմետր է, 12 եվրո արժի, 50% է բամբակ, Այսի փոքր է, լավ, այս էլ 180 սանտիմետր, 50% բամբակ, այս ծրար է, բայց մեծ է, 230, ամենամեծ չափն է ոնց որ, ինչ է սիրուն աշնանային գույն է, ես ինչի համար կարելի օգտագործել, ինչ կարծիքի եք, սիրուն է, չէ,
Այս փոքրերն էլ են ջերոս տնելու համար զեղչվել է 4 եվրո, բայց այսքան փոքր բաներ ես չեմ օգտագործում սենց բաներ։ Այսքան փոքր ոնց որ խաղալիք։ Այս էլ անձեռոցիկների համար շորից։ Սրանք էլ լավ հաստ բաներ են, տեսնես, չգիտեմ աշուտը կհակնի թե չէ։ Այս վիտրը այն չի, ինչ որ ես տեսել էի, բայց ես էլ ոնց որ ոչինչ, բայց ես էլ մեծ չափերն է մնացել, extra large, մուկ մոխրագույնը։ Լավ, ամեն օր կնայեմ, եկա ժամանակ ունեմ, մինչև դեկտեմբեր։ Այստեղ են սիրուն սարքել ենք։ Բարլույս ժողովուրդ, շուտ հետ եկել եք մի հատ այստեղ խանութ կա, ուզում ենք կոշիկների հարմար աման նայենք, կոշիկները դնելու պահարանի նման մի բան նայենք։ Մի հատ էլ կար վերևը խանութ, գնացինք փակեր, հիմա ուզում ենք այստեղ նայենք, անցյալ անգամ տեսել էինք, բայց մի քիչ բան էր, ոնց որ դռները իրար լավ չկպնեին, լավ չհասնեին, սիրուն էր, բայց դռները ոնց որ արանք մնար, որ փակվում էր։ Հիմա ուզում ենք այստեղ մի հատ նայենք։ Մտեմ նայեմ ինչ կա, ինչ չկա։ Պարկինգը հենց այսենց գետի կողքն է, նայեք ինչքան սիրուն տեղ է։ Աշոտը պատմեց, որ մի հոգի եկել լաստ է մեքենայով ընկել է գետը։ Մեքենայով ընկել, պատկերացնում եք, ոնց ա եղել, ես չեմ հասկանում, որովհետև այստեղ նայեք, այս բաները կան, քարերը դրած են այստեղ, բայց ոնց ա եկել ընկել։ Հա լավ, Աշոտը պատմեց, ոչ թե խմած ա եղել, երևի ետ տալուց մեքենայով հենց ընկել է, ետ տալու ժամանակ ա եղել, կնոջու երեխայի հետ, երեխային հասցրել փրկել է այդ մարդը, իսկ կինը խեղդվել է, փաստորեն դեպքը այդպես ա եղել։ Դրապես ես տանն եմ ու կարա մի քիչ ձեզ միանամ։ Մեր խանութը որ նայում էի, սպիտակ եղենը սավաններ վերցրել եմ, սավաններ այդ մատրասի համար, այդ մատրասը ծածկելու համար բաներ վերցրի, նայել եմ, որ լինի 100% բամբակ, հիմա բացենք նայենք մի հատ, բացեմ համել տեսնեմ չափերը, այս մի չափը 1.80-ը ոնց որ լավ կլինի, բայց այս մեկը մյուս մատրասի համար 1.40 մատրասը, սրա չափը 1.65-ը, մի քիչ կասկածում եմ, կարող է մի քիչ փոքր լինի, չգիտեմ, մտածում եք ունեմ 1.60 կարող է լինի այս սավանի չափը, բայց այդ չափի չկար, հիմա ուզում եմ բացեմ նայեմ, մի հատ փորձեմ, եթե լավ է մի անգամից լվանամ, գցեմ լվացք։ Գույնը, այսպես չգիտեմ ոնց է երևում, սիրուն բեժ է։ Դե լավն է որակը, 100% բամբակ լավն է։ Ուզում եմ աստիճանաբար փոխեմ իմ ունեցածը, որովհետև արդեն փոխելու են։ Լավն է, չգիտեմ, պետքա որ չափն էլ լավ լինի։ Փորձեմ նայեմ, ոնց է նոր կլվանամ, եթե չէ նորից կծալեմ ու ետ կտանեմ փոխեմ։ Այս նույն գույնի բարձի երեսներն եմ վերցրել, բարձի երեսներն են մաքուր բամբակ, 100%-անոց բամբակ, սրանք դե ետ չեմ տանի, հաստատ կլինեն, անգամ մի բան էլ մեծ կլինեն, մեր բարձերին կարծում եմ, չէ, ոչ էլ մեծ է, իսկական այս չափն է, այս ձև է ուղղանկյուն։ Այսինքն բարձեր ունենք, որ այս ձևի բարձի երեսներ են պետք, բարձեր էլ ունենք, որ ավելի մեծ չափին։
բարձ երեսները հաստատ կմնան։ Այդ բարձ երեսներից ուրիշ գույներ եմ վերցրել, համ կապույտը, համ էլ դարչնագույնը ու վերցրել եմ համապատասխանաբար բարձ երեսներն ու սավանները, սրանք մեծ մատրասի համար 1.80, այս էլ 1.80 ու դարչնագույնը, սրանց գույները մի քիչ իրարից տարբերվում են, բայց չկար նույն գույնը, որ վերցնեի սրանից, ասեցի ոչի չվերցնեմ, էլի կնայեմ, եթե այս գույնի դնեմ, բարձ երեսներ էլի կվերցնեմ։ Այս սպիտակ եղենը, այս մեծերը հաստատ կարամ արդեն բացեմ ու լվանամ, որովհետև հաստատ կգնեմ։ Այսպես, հետո մի հատ սպիտակ ժակետ վերցրի, միշտ ուզում էի վերցնել, խանութում չեմ հասցրել փորձեմ, մեր խանութից եմ վերցրել, բայց իմ ուզած դա, հիմա չգիտեմ որակը ոնց կլինի, թե լվանալուց հետո բաներ հավաքի վրան, այդ շարիկներ հավաքի վրան, չգիտեմ, պետք է փորձեմ, չափը նայեմ ոնց է, որ շատ կարճ չլինի, հիմա ամեն ինչը կարճ են, չի անում, դրա համար կարամ հենց հիմա էլ մի հատ փորձեմ։ Երեկորցի ժամանակ տեսա, Հանդերսանում էի աշխատում, մի ժամ ու կես տեսա, այնտեղ կա հենց վերցրի մի անգամից պահեցի Հանդերսարանում, որ հետո գործը վերջացնելուց հետո առնեմ, որովհետև այնքան շատ մարդ կա ժողովուրդ, այդ որ ասում շատ քիչ ա թվում, չէ, անչափ շատ մարդ կար ու չափսը կարա վերջանա էլի, դրա համար պահեցի։ Մի քիչ իջացնեմ կամերա, որ դուք էլ տեսնեք չափը։ Նայեք, այս չափին, չէ, ոնց որ կարճ չի, լավ է։ Կպահեմ, չափն էլ լավ։ Այս սպիտակ ժակետը վերցրի։ Մի հատ էլ ժիլետ էի տեսել։ Անցաշաբաթ էի տեսել, չէ, անցաշաբաթ չէ, այդ վերջի աշխատանքային օրն էի տեսել ու դուրս շատ էր եկել, բայց իմ չափը չկար, զեղչել էին ընդվորում, իմ չափը չկար, ասում եմ, ափսոս, վայ, ոնց չեմ տեսել, երեք հանկարծ տեսա, որ իմ չափսն էլ կա։ Դրա համար, ես էլ Հանդերսանում եմ տեսել, մի անգամից, ես էլ պահեցի, ես հագնեմ նայեք։ Ես սիրում եմ ժիլետներ հագնել տանը, շատ եմ սիրում, մեջքս տակա պահում, սրա հետ դե չի այդպես սազում, բայց շատ այնքան լավ փափուկ կտոր է, շատ լավն է, որակը, մատերիալը շատ լավն է, մի քիչ էլ երկար լիներ, ավելի լավ կներ, կուզեի, որ մի քիչ էլ երկար լիներ, մեջքը լավ ծածկեր, բայց ամեն դեպքում կպահեմ, ունեմ ժիլետ շատ ավելի հաստ է, ուզում էի մի հատ այս տեսակ, այս ժիլետը, հետո ուզում էի կոշիկները ցույց տալ, այդ որ ասեցի, այդ օրթոպեդիկ կոշիկները, այսքան տեսքով սիրուն չեն, անկեղծ ասած, բայց կարևորը հարմարությունն է, դրա համար ես կպահեմ այս կոշիկները, շատ հարմար է, շնորհող էլ չունի, հենց այսպես հագնելն էլ է հեշտ, այն ամառայինների հետ էլ էին ուղարկել, սրա հետ էլ այսպես պայսակներ են ուղարկում, այսպես, հիշում եք դպրոց գնալու սպորտային շորերն էինք դնում մեջը, տանում, այսպես բաներ կային, հա, բայց ես հիմա դեսրանք չեմ օգտագործելու, երկու հատ եղավ, այնպես որ կպահեմ թորնիկներս կուղարկեմ, կարող են դեղ իրանք օգտագործել, իրանք սպորտային շորերը տանելու, հարմար է շատ։ Այս այդ կոշիկները, այստեղ էլ մի երկու բան ակցիոնից ունեմ, մեջքի համար այսպեսի կոտի է, որ հիմա հենց հիմա ուզում եմ բացեմ իրար հետ նայենք, ստանդարտ է, մի չափ է, one size, ցուրտ ժամանակ, այդ մեջքի գոտկա տեղի համար էլի, ովքեր որ շուտ ցրտից բան են լինում, ես ինչ հետաքրքիր մատերիալ է, նայեք, այսպես կապվում է մեջքին, այս է մեջքի վրա, այսպես ինձ հիմա պետք է լինի, Աշոտն էլ կօգտագործի, ես երևի չէ, Աշոտը երևի կօգտագործի, սպասեք ցույց տամ, այսպես, մեջքը տաք պահելու համար էլի, Ձգվում է լավ է, չէ՞,
տանես սույս կական քո համար այս։ Հա, տեսա շուտը կկապի։ Հիմա այն մեջքն էլ է ցավում, բայց ես բան եմ կպցնում, այն հիմա ցույց տամ ինչ եմ կպցնում։ Կամերան մի քիչ շատ ոնց որ շարժեցի այսօր, ներող կլինեք։ Ահա, փափուկ բան է այսպես, նկարով էլ ցույց տամ մի հատ, այս ակցիոնից Աշոտն է առել, շատ լավ բան է, իրականում պետք էր լինում միշտ, հենց իրան էլ պետք էր լինում ու այդպես ոտորական ջիետև էինք գցում, մի անգամ օնլայն տեսել էինք, պատվիրել էինք սխալ բաներ, ետ ուղարկեցինք, հիմա այս ճիշտն է, այս այսպես, հետո ակցիոնին արցած բաներ կան, այդ երբ որ մկանների մրսածության բանի ժամանակ ցավեր են լինում, երկու տեսակի կա, մի րոպե հենայեմ, չէ, սրանք բոլորն էլ հենց հագուստի վրա, կա որ մարմնի վրա են կպցնում, պլաստիրներ են էլի, թերմո, տաքացնող, սրանք հենց հագուստի վրա կպցնելու համար են, 12 ժամ, հա, սրանք բոլորն էլ 12 ժամ, կպցնում են 12 ժամ թողնում ենք, օրինակ կարելի ասենք որ մայկա հագնել, մայկայի վրա կամ եթե գիշերն են կպցնում, գիշեր ազգեստի, պիժամայի բանի վրա կպցնել, բայց 12 ժամ պետքա մնա, էլի, մեջ ինչ-որ խոտեր են, որ մնում է ժամերի ընթացքում այդպես տաքանում է ու այդ ցավացող մկանը շատ լավ բուժում է, լավ բան է սրանք, նայեք գոտկատեղի, ուսերի համար, այս պլաստիրներն են, այդ ինչ ունենք տոպրակի մեջ, հա, ու մի հատ սապրվելու փրփուր Աշոտի համար, այս փոքրիկ առակտուր է, չէ, նեկել այս օճառները, հա, մեծ օճառները միշտ սրանցից ենք վերցնում, որտեղ հարմար է լինում, անդադ խանութ չեն գնում, այստեղ մեջը 900 միլիլիտր է, հագին երկար օգտագործում ենք, կապույտը թարմության հոտ ունի ու կա սպիտակ գույնը, որ մի քիչ ոնց որ քաղցր վանիլային հոտ ունենա, ես ավելի նախընտրում եմ այս գույնը, ու այս օճառը այսքան առևտուր։ Այսօրվա վլոգը սրանով ավարտեմ, սիրելի բարեկամներ, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։